Բանկայի աճ, տարեկան շահույթի ավելացում, նշանակալի ձեռքբերումներ և զարգացման նոր հնարավորություններ։ 2024 թվականի ֆինանսական տարին Հայ-Էկոնոմբանկի համար այսպիսինն էր։ Ֆինանսական տարին ամփոփում է բաժնետերերի տարեկան ժողովը, որին մասնակցում են բանկի բաժնետերերը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, գործընկերները և հաճախորդները։ 2024-ին Հայ-Էկոնոմբանկը ամրապնդել է իր դիրքերը բանկային համակարգում, ունեցել են կայուն աճ բոլոր տնտեսական ցուցանիշներում։ Մեծ ուշադրություն ենք դարձրել նորարար ծառայությունների արդի լուծմանը։ Բանկի մոբայլ հավելվածում գործարկվել է բիոմետրիկ նույնականացումը, MoneySend փոխանցման համակարգը, Visa Stop Payment Service-ը, ինչպես նաև ինտեգրումը UBPay միջազգային վճարահաշվարկային համակարգին։ 2024 թվականին 2023-ի համեմատ բանկի ֆինանսական ցուցանիշներն էականաճել են։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը բարձր է գնահատում Հայ-Էկոնոմբանկի դերը Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում։ Փորձում հասկանամ, ոնց կարա լինի, որ բանկը ունենա 99.7% ստանդարտ վարկեր։ Այստեղ կա գործընկերություն հաճախորդների եւ բանկի միջև։ 2024 թվականին Հայ-Էկոնոմբանկը կնքել է մի շարք նոր վարկային պայմանագրեր։ Ֆինանսական միջոցներն ուղղվել են միկրո, փոքր եւ միջին բիզնեսի աջակցմանը։ Անցյալ տարի ներգրավել է մոտ 70 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Մենք հույս ունենք, որ նոր նշաձող կսահմանե 25 թվականին։ Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, բանկը 2024 թվականին շուրջ 170 միլիոն դրամ ուղղել է կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտների աջակցության ծրագրերին։ Այս տարի զինվորի տան հետ համատեղ իրականացնելու ենք 2 ծրագիր։ Առաջինը կրթական, որի արդյունքում զինծառայողները, զինհաշմանդամները կկարողանան հետագայում աշխատանքի տեղավորվել, եւ երկրորդը թողունակության ընդլայնման ծրագիրն է։ Բանկի վարչության նախագահն ու զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տնօրենը ստորագրեցին համագործակցության պայմանագիր։ Այսօր հերթում 100-ից ավել տղաներ սպասում են, որպեսզի իրենց բուժումը լինի, եւ մենք ավելի մեծ մահճակալային ֆոնդ կունենանք առանց հերթերի սպասարկելու։ Յուրաքանչյուր նման ծրագիր, որ սոցիալական պատասխանատվության դաշտում է իրականացվում եւ փսակվում է նաեւ տղաների ամբողջական սոցիալիզացիայով, մեզ համար ոչ միայն հետաքրքիր է, այլ անհրաժեշտ։ Հայ-Էկոնոմբանկի ղեկավարությունը նաև անակնկալ էր պատրաստել Բյուրականի հանդարտ այգի բաց երկնքի տակ թատրոնի համար։ Թատրոնի զարգացման համար բանկը նվիրաբերեց 10 միլիոն դրամ։ Հայ-Էկոնոմբանկը հաստատակամ շարունակում է իր գործակցությունը իրականացնել որպես կայուն, վստահելի և հեռանկարային ֆինանսական կառույց, նպաստելով բանկային համակարգի և բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության արդյունավետ իրագործմանը։